Նախապես զգուշացնում եմ, որ սուտ ցուցմունք տալու համար կենթարկվեք քրեական պատասխանատվության։ Ձեռքերդ կոտրվեին։ Դու ոնց կարողացար սպանել իմ որդուն։ Այդ դու պիտի սատկես, դու պիտի փտես Բերդու։ Պատետիկին, խնդրում եմ հարգեք դատարանը եւ զսպեք ձեր էմոցիաները։ Լիդ, բա դու աշխատանքի չես։ Չէ։ Ինչի։ Դե մեր տնօրենն ասաց նոր տարի է գնա մի քիչ հանգստացի։ Դե լավ է։ Հա, լավ է։ Մանավանդ հիմա որ Սամվելը տանն է։ Երեխեքի համար շատ եմ անհանգստանում։ Իսկ քո փոխարենով աշխատելու։ Չգիտեմ։ Լիդ կարող է հետո էլ չկանչի։ Լավ էլի մի վախեցրու, Աստված չանի։ Չնայած եթե տենց բան լիներ, ինչի չպետք է ասեր։ Հա, ճիշտ ես։ Ալբերտն է։ Հա, Կարող է կարևոր բան ունի ասելու։ Չեմ ուզում հետը խոսել, հոգնել եմ Լիդ։ Լիդ, դու ավելի լավ է գնաս տուն ու այդ Սամվելին շտապ օգնությունով տանես հիվանդանոց։ Մի բան արա, թե չէ հետո դրան տնից դուրս չես հանի։ Գոհար, ես չեմ կարծում, որ Սամվելը կբուժվի։ Այն օրը, որ վատացել էր գրպանից դեղը, որ հանում էի, բժշկի թուղթն էլ կար։ Լյարդի ցերոզամատը։ Դե ցերոզ կունենա, բա իհարկե, եթե մարդ այդքան խմում է։ Ու այն օրը, որ դրան դիմաց քնել էր գիշերը, ավելի է վատացել, հիմա շատ թույլ է։ Թույլ չի, ուղարկի հիվանդանոց։ Հա, տենց էլ կանեմ։ Լիդ, ինձ ինչի է թվում, որ դու ոչինչ էլ չես անի։ Չէ, Գոհար, կանեմ, հաստատ կանեմ։ Լավ, ես գնամ արդեն։ Ուր ես Արման, ուր ես։ Ես նորից մենակ եմ։ Չէ, ես մենակ չեմ։ Ես արդեն քեզ ունեմ։ Ու չգիտեմ դու ինչպեսին ես։ Բայց պատկերացնում եմ քո փոքրիկ թաթիկները, փոքրիկ ոտիկները։ Տեր Աստված, իսկական երջանկություն։ Իմ ներսում հիմա փոքրիկ է ձևավորվում։ Իմ փոքրիկը, իմ բալիկը։ Արման զանգի, խնդրում եմ զանգիր։ Ներս մտավ, մի բաժակ ջուր խնդրեց, ուզում էր զանգել, հեռախոսը չէր բռնում։ Ասեց որտեղից կարող եմ զանգել, ասեցի դրան մոտից։ Դրան մոտ էլ այդ տղերքն էին նստած։
նեղացած ես, հա ինձնից։ Արման, Իմ մոտ նես տպավորությունա, որ դու սկզբից անում ես, հետո ես մտածում։ ուր ես հիմա։ Օֆիս եմ գնում։ Չես գա։ Չգիտեմ։ Արման, Էլի երբ որ ես հիշում եմ, որ ստից բանից պատմություն սարքեցիր ու բառաց ինձ դուրս շպրտեցիր, ճիշտ ասած մի քիչ ներվայնանում եմ։ ես քեզ սպասում եմ։ Տեսնենք։ Արման, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Լավ։ Ես փորձեցի դուրս գալ, տղաների իմ հետևից դուրս եկան ու հենց բարի դիմաց սկսեցին քաշքշել ինձ։ Երկուսն էլ հարբած էին, բայց մահացողը ավելի շատ։ Նրանք ինձ փորձում էին ուժով մեքենան նստեցնել։ Ես գոռում էի։ Հանգստացեք։ Նրանք ուզում էին ինձ ուժով մեքենան նստեցնել։ Ես գոռում էի։ Այդ ժամանակ ես հարվածեցի ու փախա, բայց նրանք վազեցին ու բռնեցին ինձ։ Մեկը ձեռքերս էր բռնել։ Մյուսը ամբողջ ուժով հարվածում էր։ Ես չեմ հիշում, թե Արտյոմը ոնց եկավ, քանի որ շունչս կտրվում էր։ Նրանք փորիս էին հարվածել։ Ես այդ ժամանակ Արտյոմին տեսա ու նետվեցի գիրկը։ Ամիլ, Վերջացավ դատը։ դեռ չեմ։ Բայց դեն չի գալիս։ Վկաներին հանել են դատարանի դահլիճից։ Հա, իսկ դու խոսել ես արդեն։ Չէ, դեռ սեդերան խոսում։ Սեդայից հետո նոր ինձ կկանչեն։ Լավ, դե որ վերջանա անպայման կզանգես, հա ինձ։ Շատ անհանգիստ եմ։ Անպայման կզանգեմ։ Դե լավ չխանգարեմ։ Տեր Աստված աղաչում եմ, մենակ թե Արտյոմին չդատեն, Սեդան դրան չի դիմանա։ Դե բարև Խրովկան։ Բարև։ Նեղացած ես։ Չէ, նեղացած չեմ։ Բան չի չես գրկում ինձ։ Արման խոսելու բան ունեմ ու շատ լուրջ։ Պարզ է։ Տոնեցն ելնելով հասկանում եմ, որ ինչ-որ մի բան պատահել է։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Սուտ ես ասում։ Ամեն ինչ նորմալ չի։
Նել ես կոնկրետ մարդ եմ, կոնկրետություն եմ սիրում։ Կոնկրետ ասա ինչ է եղել։ Ես քո մասին ոչ մի բան չգիտեմ։ Արդեն հետաքրքիր է։ Եվ ինչ ես ուզում իմանալ, որ չգիտես։ Դե ասեք ովքեր են քո ծնողները, որտեղ են նրանք, ինչով ես զբաղվում։ Ինչու ես չես ծանոթացնում։ Դու ինչով ես զբաղվում, ինչ ես անում։ Լավ է ելնի։ Մենք Սեդային էինք սպասում։ Պիտի մեզ մոտ գար։ Ճիշտ ասած Սեդան շատ ուշացավ եւ որոշեցինք զանգարել իրեն։ Զանգարեցինք, բայց բջջային անհատատ անհասանելի էր ցույց տալիս։ Անցավ որոշ ժամանակ Սեդան զանգարեց մեզ։ Ճիշտ ասած շատ հուզված էր։ Չէր կարողանում խոսել։ Ես հարցրեցի Սեդային, թե ինչ է պատահել, բայց չկարողացավ պատասխանել։ Որոշեցի գնալ նրա մոտ եւ հարցրեցի թե որտեղ է։ Բայց դա նորից այդ հարցին չպատասխանեց։ Խնդրեցի, որ կողմնորոշվի շուրջը նայի մի հուշող բան ասի, որպեսզի կարողանամ գտնեմ։ Եվ շատ շտապ նստեցի տաքսի, գնացի Սեդայի մոտ։ Իսկ երբ հասա այնտեղ արդեն այդ տղան գետնին ընկած էր, Սեդան Արտյոմին գրկած լաց էր լինում։ Ուղղակի խիղճ ես ատանջում։ Գիտես, երբ իմացա, որ մամիկոնը քո հետ կապված է, ծիծաղեցի։ Հետո որ իմացա լուրջ սիրում է, զարմացա։ Իսկ հետո որ իմացա ամուսնացավ քո հետ, այդ ժամանակ ապշեցի։ Արի չէ հիշենք այդ մասին չեմ ուզում։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Իսկ դու գիտես, թե մամիկոնը ինչ ասեց ինձ, երբ իրան ասեցի, թե ում հետ է ամուսնանում։ Ինչ։ Ինչ ասաց։ Ասեց, որ ինքը ամուսնանում է մեծ հոգուտեր մարդու հետ, ու իրան ոչինչ չի հետաքրքրում։ Երդվում եմ, որ այ հիմա եմ հասկանում մամիկոնին, ինչը վերջերս էլ չէի հասկանում։ Ու երբ մամիկոնը մեռավ, Իմ պատճառով։ Չէ, Լիդա։ Չէ։ Ասա Ալբերտ, Գոհար, մենք պետք է խոսենք։ ես արդեն գիտեմ ինչ ես ասելու։
Արի վերջ զննենք։ Մեր տարիքի մարդկանց չի սազում նման խոսակցությունները։ Դու կարող ես հասկանաս, որ խոսքը Լեոնի մասին է, որ էլի խառնվել է ինչ-որ վտանգավոր խաղերի մեջ։ Ու դու էլ հանգիստ նստած աչք ես փակում այդ փողերի վրա։ Վերջացրու։